Հիշում եք, որ Ալիևի հայրը փախավ, երբ որ իրեն բանում 91 թվին Ադրբեջանում բաներ, ինքը գնաց Նախիջևան եւ Նախիջևանում դարձավ երկրի ղեկավար։ Նախիջևանը դա առանձին այդ ստատուսը պահում էր այն ժամանակ եւ ինքը կարող էր շատ լրիվ այդ ստատուսը ունենալ անկախ։ Հիմա այդ էլ որ վերացնելու համար, որպեսզի կլանային Նախիջևանի կլանը եւ ընդհանրապես այդ իր հենց տկուս, հա, որևէ մեկը ինչ որ ձևով որևէ հավակնություններ չունենա, այս Ալիևը դա էլ վերացրեց, ասել իր ասենք ասենք երրորդ նպատակներից մեկն էր, ասենց ասած։ Բոլոր դեպքերում սա կարևոր ստրատեգիական քայլ էր իր կողմից, իր համար։ Հայաստանի համար շատ կարևոր էր, բայց մենք այդ չենք տեսնելու, որովհետև առաջիկա անմիջական ձևով չենք տեսնում։ Նորից մեր կոնստիտուցիան փոխել տվեց, որպեսզի մենք ընդունենք իր սահմանները այնպես ինչպես հիմա ինքը ունի, եւ դրանով նաեւ հետո կարող է ասի, որ դու արդեն ընդունել ես, որ մերն է, դու խոսալու տեղ չունես այդտեղ, մենք բան ենք անում։ Այն ինքը շատ հետաքրքիր քայլերով առաջ տարավ այս ամբողջ իր նպատակը Ադրբեջանի բազմա ոնց ասեմ jurisdictional, հա, Ղարաբաղ ավտոնոմ, Նախիջևանը ավտոնոմ, տարբեր ազգություններ, տարբեր այս խնդրումը, որ ինքը ունի, վերացնելու իր ուղղությունը, ստրատեգիական աշխատանք ասա։ Կամած ինքը վերացնում է այս բոլոր իր այսպես ասած պոտենցիալ խոցելի տեղերը։ Հաջորդը ինչ անելու, արդեն բոլոր փոքրամասնություններին, թալիչներին եւ այլն ճշրելա, ոչ մեկը չի կարող խոսի, այդ դրանց դեմ այդ պայքարը գնումը, Ադրբեջանը դառնում է շատ sense, ոնց ասում են, ես չեմ զարմանա, եթե հիմա Վրաստանը շուրգան մի բանը փորձի անել Աջարիայի նկատմամբ, այդ պայմանագրով այդ բանի Ղարսի Բաքուն եմ ասում, Բաթումին պետք է տենց լինի, չի անկախ պետություն լինի, հանրապետություն լինի։ Շուրգան ձեռից որ գա հանգարց, այդ ռուս-թուրքական համաձայնությանը, վերցնել տենց բան փորձել։ Իհարկե նրանք մայսրոպեին Ռուսաստանի դեմ որևէ քայլ անելու ոչ նպատակ, ոչ հնարավորություն ունեն, ոչ էլ Թուրքիայի, բայց Թուրքիան իր գործը անում է, մտել է ամբողջ Աջարիայում իրանք են, չեն ամեն ինչ բիզնեսները, բաները, եւ ռուսները ոչ ման չեն ասում։